երբ որ դասագրքերից հանվում են ազգային արժեքները կամ դրան մոտիկ գաղափարները եւ դասագրքերից դուրս է գալիս Արարատ լեռան նկարը, պատկերը, դրանք էական ազդեցություն են ունենում մարդկանց մտածողության վրա։ Հանրակրթության նոր չափորոշիչն արդեն գործում է 7 դասարաններում, ընդգրկելով սովորողների 63%-ը։ Սա զուգակցվել է դասագրքերի ոլորտի ռեֆորմով։ Կրթության ոլորտի պատասխանատուն է տեղեկացնում։ Այս տարիների ընթացքում որոշ դասագրքերում բովանդակային եւ արմատական փոփոխություններ են արվել, որոնց հետ մասնագետներից շատերը մինչեւ այսօր էլ անհամաձայնություններ ունեն։ Մենք առաջին անգամ խնդիր ունենք, որ չունենք դպրոցներում դասագրքեր արդեն։ Օրինակ հայոց պատմության 10-րդ դասարան դասագիր մենք չունենք։ Անցած տարի չհասցրին, այս տարի չարեցին։ Դա արդեն բարեփոխում չէ, այլ չարափոխում է։ Մենք ունենք 7 եւ 8-րդ դասարանի դասագրքեր, որոնք ուղղակի չուրիմացություն են, դրանք գրված են անգրագետ ձևով, գրքի ամեն էջի վրա կարելի է գտնել մի քանի տասնյակ սխալներ եւ որևէ պատմաբան դրանց մասին դերական չի արտահայտվել։ Բովանդակային կոպտագույն սխալներ կգտնես ամեն երկրորդ դասագրքում, ձևախեղումներ անթիվ անհամար։ Օրինակ հայոց պատմություն առարկայի վերնագիրը փոխեցին դարձրին Հայաստանի պատմություն։ Մասնագետները պնդում են դասագրքից դուրս մղեցին նաև Արցախյան ազատամարտի հերոսական էջերը։ Հայոց եկեղեցու պատմություն առարկան առհասարակ դադարեց որպես առանձին առարկա գոյություն ունենալ։ Տեղավորեցին մեկ այլ դասագրքում, փոխեցին նաև ռազմագիտության դասագրքերը, ելի մի շարք սխալներով։ Արժեքները գլխիվար շուռ են տալիս, հակասություն է առաջանում այլ արժեքներով դաստիարակված ուսուցչի եւ այսպես ասած նոր արժեքներով դաստիարակվող աշակերտի միջեւ, երբ որ ուսուցիչը չի կարողանում հասկանալ այն ինչ որ այդ դասագրքում գրված է, որովհետեւ նրա արժեքները լրիվ ուրիշ են եւ նա պետք է ձևախեղված, խեղաթյուրված ձևով դա ներկայացնի աշակերտին, արդյունքը դինում է այն ինչ որ մենք հիմա ունենք։ Կրթական բարեփոխումների քողի տակ հիմնովին քանդում են կրթությունը, ասում են մասնագետները, նկատում սեռական դաստիարակությունը մեր երեխաների կյանքում կարևորելով կրթության որակ ու չափանիշ չի սահմանվում։ Տպավորություն է, թե ամեն ինչի համար ժամանակ կա, բացի ազգային ինքնագիտակցություն ու արժեհամակարգ սահմանելուց։ Երբ որ դասագրքերից հանվում են ազգային արժեքները կամ դրան մոտիկ գաղափարները եւ դասագրքերից դուրս է գալիս Արարատ լեռան նկարը, պատկերը, դրանք էական ազդեցություն են ունենում մարդկանց մտածողության վրա։ Ինչ որ մինչև հիմա արվել է, առանց մասնագետների կարծիքը հաշվի առնելու է արվել։ Հետևաբար իրենք մասնագիտական կարծիքի կարիք չունեն։ Այդ մարդիկ ովքեր նման բարեփոխումներ անում կամ մասնագիտական գրքեր են գրում առանց մասնագետների հարցնելու, մասնագետ չլինելով, դա խոսում է շատ ծանր վիճակի մասին։ Եվս մի քանի տարի նույն ձեռագրով ու այլևս չենք ունենա կրթություն։ Մասնագետները պնդում են առանց այդ էլ 30 տարի անտեսված կրթությունն այսօր էլ լավ օրեր չի ապրում։